Երևանի քաղաքացիական դատարանում այսօր ավարտվեց Սամվել Շահրամանյանը ընդդեմ Նժդե Հովսեփյանի և Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության հայցադիմումի քննությունը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու։ Հիշեցնենք, որ Սամվել Շահրամանյանը դիմել էր դատարան, պնդելով, որ 9-րդ դասարանի պատմության դասագրքում տեղ գտած նախադասությունը, թե Լեռնային Ղարաբաղի նախագահը ստորագրեց ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր, կեղծ է, զրպարտություն ու վիրավորանք։ Դասագրքի համահեղինակ Նժդե Հովսեփյանը հիշեցնում է, որ նախադասությունը մեջբերում է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունից։ Ես մի տեսակ սյուրռեալիզմի մեջ եմ ապրում այստեղ, փաստորեն ստացվում է, որ եթե ես եմ գրել, ես գեղեցիկ եմ տարածել, բայց ուրիշ մարդիկ, որ գրում հայտարարում են, այդ թվում նաև պարոն Շահրամանյանը, ստացվում է, որ իրենք գեղեցիկ չեն տարածում։ Ստացվում է, մենք գեղեցիկ տարածողին ընտրում ենք սելեկտիվ։ Սա ուզում եմ որպես փաստ արձանագրել։ Եթե պատմության վերաբերյալ ամեն հարցի վերաբերյալ գնանք եւ նայենք, օրինակ, Ալեքսանդրապոլի պայմանագիրը 1920 թվականի դեկտեմբերի 2-ի։ Այս պայմանագրի վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ կան, բազմաթիվ մեկնաբանություններ կան, թե ինչպես անհապես Խատիսյանը ստորագրել այդ փաստաթուղթը, նույն թուրքերի շանտաժի, երբ որ հայերին կարող էր պահին կախել, այսինքն այդ ամեն ինչը եղել է։ Այդ բոլոր դասագրքում չկա։ Գիտեք ինչու չկա, որտեղ այսօր Խատիսյանի զերուները կարող են գալ, դատի տալ այդ հատվածը գրողին, ասել բա ինչու չես գրել, ստացվում է որ Խատիսյանը Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթ է ստորագրել։ Չէ, չկա, որովհետև դրանք պատշաճում են ատենախոսություններին, մենագրություններին, հուշագրություններին, գիտական այլ աշխատանքներին, որտեղ այդ ամեն ինչը բնականաբար բացահայտվում է, քննարկվում է, ներկայացվում է։ Ես ուզում եմ այս առումով մենք հստակություններ ունենանք։ Դատական նիստից հետո Շահրամանյանը չպատասխանեց հարցերին։ Փոխարենը փաստաբան Ռոման Երիցյանն ասաց. Արցախի հանրապետության իրավական համակարգում գոյություն չունի որևէ իրավական ակտ, ըստ որի Արցախի հանրապետությունը լուծարված է։ Պարոն Երիցյան, նախագահը այնուամենայնիվ չի ստորագրել տեղեկատվական շտաբում հրապարակված այդ փաստաթուղթը։ Իսկ ով է ստորագրել։ Այդպիսի փաստաթուղթ առհասարակ չի եղել։ Խոսքը վերաբերել է ադրբեջանական կողմի պահանջով բնակչության սպանդի սպառնալիքի ազդեցության տակ կայացված դուք դրան կարող եք փաստաթուղթ անվանել, հրամանագիր անվանել, ես դրան համարում եմ ընդհանրապես թուղթ, որ ուներ հետևյալ վերնագիրը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ստեղծված իրադարձությունների հետևանքով կայացվելի գործողությունների մասին։ Եվ այդ թղթում որևէ հայտարարություն առայն որ Արցախի հանրապետությունը լուծարված է չկա։ Այդ տեղեկատվական շտաբի հայտարարությունը մինչև հիմա բոլորի համար հասանելի է։ Բացեք եւ կարդացեք, այնտեղ հայտարարություն որևէ առայն որ Արցախի հանրապետությունը լուծարված է, կա թե չկա, ոչ չկա։ Իդեպ 2023 թվականի հոկտեմբերի 28-ի հարցազրույցում Սամվել Շահրամանյանը անձամբ է ներկայացրել այդ հրամանագիրը ու դրա բովանդակությունը։ Երկրորդ փաստաթուղթը նախագահի հրամանագիրը, որը մեծ քննարկման առարկա է դարձել, որի գինը հենց բնակչության անվտանգ դուրսբերումներ, նաև այդ փաստաթղթի առաջի կետում նախատեսված էր, որ նաև զինծառայողները կարող էին անվտանգ դուրս գային մեր բնակչությունը իրենց սեփական ավտոմեքենաներով եւ գույքով։ Երկրորդ կետը նախատեսում էր լուծարել պետական համակարգը, որի արդյունքում Արցախի հանրապետությունը պետք է դադարել գոյություն ունենալ։ Երրորդ կետը նախատեսում էր, որ մեր բնակչությունը ծանոթանալով ադրբեջանական կողմի ներկայացված ինտեգրացիայի ծրագրին պիտի ինքնուրույն եւ կամավոր որոշում կայացնել մնալ դուրս գալ, թե հետ վերադառնալ Արցախ ապրելու։ Մինչ այդ Նժդե Հովսեփյանն ասում է, փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե միայն մեկ նախադասություն է գրված, մինչդեռ այդպես չէ։ Ըստ Նժդե Հովսեփյանի հայցվոր կողմի մեկնաբանություններից պարզ է դառնում, որ նրանք նախադասությունների ձևակերպման հետ խնդիր ունեն։ Երկրորդ հանգամանքը, որ ուզում եմ նշել, դա դատական նիստում տեղի ունեցած քննարկումների ֆենոմենն էր, որ պարոն Շահրամանյանի դիրքորոշումն այն էր, որ ըստ էության մենք չենք վիրավորվում այդ արտահայտությունից, քանի որ եթե ամբողջական գրվածքներ ուրեմն կեղծիք չէր լինի եւ այլն։ Գիտեք, սա ինձ համար հասկանալի չի, որովհետեւ այստեղ իրանք մեկնաբանում են յուրաքանչյուր նախադասությունը եւ պարզվում է, որ իրենք այդ նախադասությունների ձևակերպման հետ խնդրեմ ունեն։ Ես ձեզ կարող եմ 100%-ով երաշխավորել, որ Հայաստանի եւ ընդհանրապես աշխարհի պատմագրության մեջ յուրաքանչյուր ձևակերպման հետ պատմաբանները ունեն խնդրեմ։
այսինքն ունիվերսալ ճշգրիտ գիտություն չի պատմությունը, հետեւաբար այստեղ որ ասենք մի նախադասություն, որ բոլորի կողմից համընդհանուր ընդունելության արժանանալու, այդպիսի մի բան եւս գոյություն չունի։ Այստեղ հարցի առարկան հետեւյալն է, դա կեղծիք է, սուտ է, զրպարտանք է, թե ոչ։ Թե հիմա այդ ձևակերպման հետ դու համաձայն կլինես թե չէ, կամ կգտնես, որ ավելի լավ ձևակերպում պետք է տալ, սա արդեն կներեք, բայց այս դատական հայցի եւ դատական քննության հարց չէ, որովհետեւ հայոց պատմության մեջ, եթե վերցնենք 4-5 հազարամյա մեր պատմության տրամաբանությունը, հա, գրի առնվազն, բոլոր հարցերի վերաբերյալ կարելի է ունենալ տարբեր դիրքորոշումներ։ Ըստ նրա, սա քաղաքական ճնշման փորձ է, որ որևէ մեկը չհանդգնի այս հարցերի մասին գրել։ Ըստ էության հիմա հնարավորություն ունենք մենք տարբեր պատմական իրավիճակների մասին դիրքորոշումներ հայտնել, ուսումնասիրություններ անել, եւ այստեղ մեծ հաշվով փորձ է, որպեսզի մարդուն քաշ տան դատարան, եւ դա լինի նաեւ օրինակելի շատերի համար, որ մարդիկ զգուշ լինեն իրենց գրածներում, հասկանան, որ կարող են քաշ գալ դատարաններ, ժամանակի եւ այլ կորուստներ ունենալ, եւ այս պարագայում բնականաբար ես երաշխավորում եմ, որ շատ մասնագետներ, պատմաբաններ, որոնք այսօր զբաղված են պրոֆեսորալ դասախոսական աշխատանքով, հետազոտական աշխատանքով, 1000 միլիոն անգամ կմտածեն ու կփորձեն հեռանալ, գրել միայն ասորական թեմաների մասին, շումերաքադական թեմաների մասին, որպեսզի իրենց պատմագիտական դիտարկումներին անհամաձայն լինելու պատճառով դատարաններ քարշ չտան։ Հովսեփյանի խոսքով այդ հատվածում շատ ասելիք կա, բայց դասագիրքը հնարավորություն չի տալիս ավելի մանրամասնելու, քանի որ կան չափորոշիչներ դասագրքի կշռի, տարի ձևաչափի հետ կապված։ Նա նշել է, որ դասագրքերի ոլորտը ազատականացվել է։ Ցանկացած մեկը կարող է չափորոշիչների հիման վրա գրել դասագիր ու ներկայացնել մրցույթի։ Այս դեպքում 2 փուլով է եղել մրցույթը։ 4-ական փորձագետ դիտարկել է այն եւ որևէ խնդիր չի տեսել։ Լաուրա Հարությունյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։